ուզում եմ Լեսթեր Սամրալի խոսքերից սկսել, թանկագիններս։ Աստված ինչ է կարծում, ուզում է ձեզ օրհնի։ Հա? Ուզում է, չէ՞ օրհնի։ Դու գիտեք, որ ինքը շատ է ուզում օրհնի։ Հա? Մի բան հարցնեմ, Ժորժ ջան, իմ քարոզներից օրհնվում եք։ Հա? Լավ, դե որ օրհնվում եք, ուրեմն իրար հետ մի խոսացեք, լսեք։ Ահա, Վարդան ներքու ձեռով օրհնում։ Հիմա նայեք, թանկագիններս, ինչքան ես դու ուզում օրհնված լինես, այնքան հնազանդ եղի։ Մեկ այլ տեսանկյունից ասեմ։ Քո օրհնության չափը, օրհնություն մենակ ֆինանսները չէ։ Օրհնությունը հակառակ չհասկանաս մենակ գումար։ Օրհնությունը մենակ ֆինանսներն էլ է, բայց մենակ ֆինանսները չէ։ Օրհնությունը փունջ է դա։ Ինչքան ես ուզում օրհնված ես դու քո եւ քո սերունդը։ Այդ չափել հնազանդվի Տիրոջը։ Ամեն։ Ինչ չափի, որ դու ուզում ես դու եւ քո սերունդը օրհնվածն է, այդ չափի էլ հնազանդվի։ Հնազանդությունը դա խոնարհություն է։ Նաեւ հնազանդությունը դա որոշում է։ Ամեն։ Ես ուզում եմ դու կրկնես։ Հնազանդությունը դա իմ որոշումն է։ Դու ես որոշելու, թե որ չափ ես հնազանդվելու Տիրոջը։ Ասեմ թանկագինս, երկրի վրա քեզի օրհնողը երկնքի Աստվածն է։ Քեզի քնացնողը, քեզի արթնացնողը երկնքի Աստվածն է։ Ամեն։ Եթե քո կյանքում մի բան այնձև չի եթում, նա վերանայի քո կյանքը, նա տես արդյոք հավատքի մեջ ես։ Այստեղ եք թանկագիններս։ Նահա, փառք Տիրոջը։ Հիմա ես այս վերջում մի անձնավորություն կա հովիվ է ինքը, բայց նախկինում գիտեք ով այլ է, մարդասպան։ Ու գիտեք ինչ ձև է ինքը մարդասպանը, դևերի միջոցով, կախարդայել է ինքը։ Կախարդության միջոցով ինքը մարդասպանություն արել է։ Ինքը սատանայի բոլոր գործերից տեղյակ էր։ Ու գիտեք ինքը ինչ ասում։ Ասեմ։ Չեք խոսում, ասեմ։ Ասում է սատանան ավելի կարգ ու կանոնով պլանավորված իմաստությամբ է գործում, քան թե Աստծո ժողովուրդը։ Էսի ուղղակի, չգիտեմ, իմ վրայով ասեմ, իմ սիրտը ոնց որ մեջտեղից կիսա։ Թանկագիններս ուզում եմ, որպեսզի Տիրոջ եկեղեցին միաբան լինի ու գործա սատանայի թագավորության դեմ։ Սատանան ինչ անում թանկագինես։ Մենք գիտեք ինչ ենք տենում քրիստոնյաների կյանքում։ Քրիստոնյաների կյանքում մենք տեսնում ենք Աստծո ողորմությունը 80-90-95%-ի կյանքում։ Բայց Աստծո օրհնությունը չենք տենում։ Սա շատ վատ է։ Սա շատ վատ ցուցանիշ է։ Ես ասեմ թանկագիններս, Աստված որոշել է քեզի ոչ թե օրհնա, այլ օրհնելով օրհնա։ Բայց քո ամբողջովին չնվիրվելու, ամբողջովին չհնազանդվելու, չխոնարհվելու, ամբողջովին, շեշտում եմ ամբողջովին բառը, չխոնարհվելու պատճառով Աստծո օրհնությունը չի հասնում քեզի, բայց ողորմությունը նա չի կտրում քեզանից։ Օրինակ նայեք, Դավիթի կյանքից Աստծո ողորմությունը չկտրվավ, բայց Սավուղի կյանքից Աստծո ողորմությունը կտրվավ։ Սավուղի սերունդը բոլորը մահացան։ Պատերազմ գնացին ու մահացան։ Բայց Դավիթի կյանքից Աստված իր ողորմությունը չկտրեց, թեպետ Դավիթի գործած մեղքը ավելի սարսափելի էր, քան Սավուղի։ Այստեղ եք թանկագիններ, մեր Աստված ողորմած է, դրանում հարց չկա։ Բայց թանկագինս Աստված ուզում է, որ դու օրհնված լինես, օրհնված։ Ամեն, ինչ է նշանակում օրհնված։ Օրհնված նշանակում է, որ դու ամբողջ սրտով երջանիկ ես։ Որ դու կարողանում ես էթաս
քո ուզած երկիրը հանգստանաս գաս, որ դու կարողանում ես քո ուզած ու սիրած մեքենան վարես, ուզում ես քո ուզած կահույքը ունենաս։ Հասկանում եք, որ դու քո ամուսնու հետ այնքան երջանիկ ու այնքան միաբան եք, որ մարդիկ չեն կարողանում դա հասկանալ։ Որ քո երեխեքը այնքան են քեզ սիրում ու այնքան են քեզի հնազանդվում, որ մարդիկ չեն կարողանում քեզ հասկանալ։ Սա օրհնություն է, որ Հիսուս Քրիստոսը քո Տեր ու Փրկիչն է, որ դու քայլում ես Տիրոջ ներկայության մեջ ու դու քայլում ես ու դու զգում ես, որ Տերը քո հետ քայլում է։ Ես ասեմ քեզի, կարա Տերը այնքան քեզի մոտ լինի, որ դու դա զգաս, բայց կարա Տերը քո հետ լինի, բայց հեռու լինի, որ դու չզգաս դրա ներկայությունը, բայց դա չի նշանակում, որ նա իր ներկայությունը կծել է քեզին։ Դու ես որոշում, թե Տերը քո կյանքում, Տիրոջ ներկայությունը քո կյանքում ինչ չափի լինի։ Դա դու ես որոշում, թանկագինս։ Մի հետաքրքիր բան ասեմ։ Դու ինչ աստիճանի ես, մենք ինչ աստիճանի ենք աշխատում, որպեսզի գումար ունենանք։ Եթե մենք այդ նույն աստիճանի, այդ եռանդով Տիրոջը փնտրենք, մի տոկոս չկասկածես, Տիրոջի ներկայությունը սաստիկ է լինելու քո կյանքում, սաստիկ։ Դու խոսելու ես, հետո հասկանալու ես, որ դա Տիրոջ հոգին է։ Ամեն թանկագիններս, Աստված, սիրելիներս, քեզնից գիտես ինչա սպասում։ Քեզնից Աստված սպասում է, որպեսզի դու կենդանի փոխհարաբերություն ունենաս, բայց սատանան քո կյանքից խլում է դա, որպեսզի դու դառնաս կրոնավոր, հասկանում եք կրոնը ինչ է։ Կրոնը դա խոսք է առանց հոգու։ Աստծո անունը մարդիկ տալում են, բայց չեն հավատում այդ Աստծուն։ Մեկ անգամ ես մեկին հարցրեցի, ասեցի դու հավատում ես Աստծուն, ասավ հա, հետո գիտեք ինչ ասավ, եսի։ Բայց բոլորն են Աստծո անունը տալիս թանկագիններս։ Սիրելիս, մի բան ասեմ, քեզի Աստված մի հատ շատ զորավոր զենք է տվել։ Դրա անունը հավատք է։ Եթե դու այդ հավատքը գործի դնես, շատ մեծ հրաշքներ քո կյանքում կկատարվի, շատ մեծ։ Դրա համար թանկագինս, ասեմ ես քեզի, նա է հաղթողը։ Գիտեք ով է հաղթողը։ Ասեմ, լսում եք։ Գիտեք ով է հաղթողը։ Ով որ սիստեմատիկ, պարբերաբար ունի իր ժամը Աստծո հետ հաղորդակցության։ Եվ այդ ժամը ոչ ոք չի կարող իր ձեռնից վերցնի։ Այստեղ եք, ես նորից եմ ուզում կրկնեմ։ Եթե դու սիրում ես Տիրոջը, դու սիրում ես նրա խոսքը։ Եթե դու սիրահարված ես Տիրոջը, դու սիրահարված ես նրա խոսքին։ Եթե դու մի օր բաց ես թողնում Աստվածաշնչի ընթերցանությունը քո կյանքից, ասեմ քեզի, դու մի օր կորցրեցիր, դու մի օր Տիրոջ ներկայությունը կորցրեցիր, դու մի օր Տիրոջ հավատքը կորցրեցիր, դու հետ նահանջեցիր, դու չորացար, դու սպանեցիր քո հավատքը մի օր։ Եվ դա մեծ կորուստ է։ Մի օր, ես մի օրից եմ խոսում։ Եթե ես քեզի երաշխավորում եմ, թանկագինս, ուղղակի երաշխավորում եմ, եթե դու սիրես Աստծո խոսքը, մինչև քո կյանքի վերջ ուխտ անես, որ սիրելու ես նրա խոսքը, քո սերունդը, քո կյանքը օրհնված կլինի ու գերբնական օրհնված կլինի։ Ու դու պահես նրա խոսքը, ոչ միայն կարդաս, այլ նաև պահես նրա խոսքը։ Ամեն թանկագինս, որքան ես դու սիրում նրան, որքան ես դու շփվում նրա հետ, թանկագինս։ Ես չեմ ուզում սիրելիս, որ տենամ քո կյանքում ասը ողորմություն, ասենց այն ռուսերեն որ խոսքը, ասում են ելի։ Դու պետք է ապրես Տիրոջ օրհնությամբ, պետք է աշխարհդ քեզի տենա ու քեզի երանելի անվանի։ Ամեն թանկագինս, ես քեզի մի բան ասեմ, տենա որ քո ձեռները ուժեղացնում է, որպեսզի դու գումար վաստակես։ Տենա քո ձեռի գործը օրհնողը։ Տերը, լսեք, լսում եք, Տերն է, որ օրհնում է քո ձեռի գործերը։ Երկնքի Աստվածն է օրհնում քո ձեռքի գործը, թանկագինս։ Նա է քեզի հայտնություն տվողը, քո աշխատանքի բնագավառում։ Ուղղակի թանկագինս դու մի կտրվի Աստվածաշնչից։ Ուղղակի մի կտրվի ամեն օր
ունեցի ժամ, ես չգիտեմ ինչերի ես դիմում, չգիտեմ ինչ ես անում, բայց դու պետք է թույլ չտաս, որ սատանան գովանա քո ընթերցանությունը։ Ասում ընձի իմ խոսքի մեջ փնտրեք, ամեն։ Ընձի իմ խոսքի մեջ փնտրեք։ Այնքան գիտեք, այնքան օրհնություն է, երբ որ դու մարդկանց հետ շփվում ես ու Տիրոջ հոգին քո միջոցով մեկ էլ հոп հանդիմանում է, խրատում է, Աստծո խոսքն է էթում քո միջոցով։ Զգում ես, որ քո ներսից, որ քո փորից, քո սրտից, գիտեք հոգևոր սիրտը որտե է, հոգևոր սիրտը։ Ստե մարմնավոր սիրտն է։ Այն չարս, այն որ արյուն է վերցնում, փչում։ Բայց մեր հոգևոր սիրտը այստեղ է։ Ստե, այս մասում։ Իսկ Աստծո խոսքը ասում է քո որովայնից կենդանի ջրի աղբյուրներ եմ հոսելու։ Գիտեք դա ինչ է նշանակում, դու խոսելու ես մարդիկ օրհնվելու են։ Դու խոսելու ես մարդիկ վերապրելու են Տիրոջ ներկայությունը։ Դու խոսելու ես մարդիկ Տիրոջ փառքն են վերապրելու, թանկագինս։ Եթե երկինքը քո մեջ է, գիտեք դա ինչ է նշանակում, դու մի կտոր երկինք ես երկրի վրա։ Իսկ այսօր աշխարհը երկնքի կարիք ունի, որովհետև վերջի մեր մեջ երկնային հոգի կա։ Ամեն թանկագիններս։ Հիմա սիրելիներս, սատանան գիտեք ինչից է վախենում։ Միաբան եկեղեցուց։ Սատանան վախենում է այն եկեղեցուց, որտեղ որ մարդիկ իրար սիրում են անկեղծ սրտով։ Հիմա մի հարց եմ ուզում տալ ձեզի։ Մի հարց եմ ուզում տալ ձեզի։ Կաստ է մարդ, որ անթերի է։ Չի էլ լնելու։ Ուրեմն թանկագիններս, գիտեք սատանան չարախոս է։ Լսել եք ասում չարախոսը վայր ընկավ, հայտնության գրքի մեջ։ Լսել եք չարախոսը վայր ընկավ։ Գիտեք, եթե դու մարդուս ես տոշկում ես մարդու թերության վրա, ու սկսում ես խոսալ իր մարդուն, դև կա քո մեջ։ Նորից կրկնեմ, եթե դու ինչ որ մեկի մեջ մի հատ թերություն ես տեսել խոսում ես, դև կա քո մեջ։ Դու նույն աշխատանքն ես կատարում, ինչ որ սատանան է կատարում։ Դա կոչվում է, գիտեք ինչ, քննադատություն։ Այստեղ թանկագիններս ոչ ոք անթերի չէ։ Մի սպասեք ձեր դիմացինից կատարելություն։ Այսօր ես այս թեման այս ձև եմ վերնագրել, մի փնտրիր կատարելություն։ Եթե դու մտնում ես եկեղեցի ու փնտրում ես կատարելություն, լսի քո սիրտը ծրված է։ Չկա այդ ձև բան, չի եղել։ Դիր գործկառաքելոցը կարդա, դիր թղթերը կարդա, Հովանես առաքյալի նման մարդուն չէին ընդունում։ Հովանես առաքյալի չէին ընդունում։ Ովքեր էլ որ ուզում էին եկեղեցում ընթեին, դուրս էին անում եկեղեցու։ Այդ ձև վիճակ էր առաջի դարում եկեղեցում։ Թանկագինս մի փնտրիր քո դիմացինի մեջ կատարելություն, ու եթե քո դիմացինը սխալվում է, սայթաքում է, սխալվում է, նորմալ համարիր։ Նորից կրկնեմ, եթե քո դիմացինը սխալվում է, ինչ որ մի հարցում սայթաքում է, նորմալ համարիր, մարդանա։ Եվ դու էլ ես մարդ, բոլորս ունենք սխալներ, թանկագինս, ես մեղքից չեմ խոսում դեռ։ Գոյություն ունի սխալ, գոյություն ունի մեղք, սրանք թանկագիններս տարբեր բաներ են։ Սխալը դա սայթակումն է։ Հիմա օրինակ ասենք ես շփոթվում եմ, չգիտեմ, ումն ասեմ, Շուշանին ասում եմ Արևիկ։ Դա ես մեղք չգործեցի, դա սխալվա։ Հասկանում եք, գոյություն ունի սխալվել, բոլորս անթերի չենք, սխալ ենք, ասեմ անմեղել չենք։ Բոլորս մեղք ունենք, բայց մենք մեղքը թանկագիններս Աստծո բանակը պետք է սուրբ լինի։ Ով է համաձայն եք, չէ՞, սատանան իր բանակից սրբություն չի պահանջում, ընդ հեշտ է։ Ընդ հայտնվելը հեշտ է։ Բայց Աստծո բանակը պետք է սուրբ լինի։ Մենք պետք է թանկագիններս, ես չեմ ասում եմ մեղքի հանդեպ անտարբեր լինենք։ Մենք մեղքը պետք է հանենք Տիրոջ տնից, որովհետև մեղքը բերում է պարտություն։ Լսում եք թանկագիններս, եթե դու ուզում ես քո սերունդը, քո կյանքը օրտնված լինի, մեղքը հան քո կյանքից, վերացրա քո կյանքից, որպեսզի քո սերունդները օրտնված լինի։ Ասեմ թանկագիններս, մեղքը բացում է դռները անեծքի համար։
Լավ, եկեք միտեղ, եկեք բացենք կարդանք առաջ Հովհաննեսի 1:8 եկեք բացենք։ Ու նայենք Աստծո խոսքը, մի քիչ էլ Աստծո խոսքը նայենք։ Առաջի Հովհաննես Տեսեք ինչ ասում, առաջի Հովհաննես առաջի գլուխ 8-րդ խոսքը հետևյալն է ասում։ Եթե ասենք, թե մենք մեղք չունենք, ինքներս մեզ կխաբենք։ Ուրեմն լսեք, եթե դիմացինդ կասա ես մեղք չունեմ, ինքը իրանը խաբում, քեզ էլ է խաբում։ Այդ ձև մարդ երկրի վրա, երկրագնդի վրա գոյություն չի ունեցել, չի ունենալու եւ չի էլ լինի այդ ձև բան։ Հիմա թանկագիններս, եթե ասենք, թե մենք մեղք չունենք, ինքներս մեզ կխաբենք եւ մեր մեջ ճշմարտություն չկա, այսինքն մենք ստախոս ենք։ Եթե մեկը կասա, ես իմ կյանքում մեղք չեմ գործել, ինքը սուտ խոսանա։ Անցնենք առաջ։ 9-րդ խոսք ասում է, եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ եւ արդարին նա մեր մեղքերին թողություն տալու եւ ամեն անիրավությունից մեզ սրբելու։ Ասեք, եթե խոստովանենք։ Թանկագինս, դու կարիք ունես խոստովանելու քո մեղքը։ Տիրոջ առաջ, եթե դու Տիրոջը խոստովանում ես, չես կարողանում ազատագրվել, դու պետք է գաս Հովվիկ մոտ։ Այստեղ եք թանկագիներ։ Հիմա սիրելիս, դու պետք Աստված ուզում է, որպեսզի քո ցեղը օրտնված լինի։ Բայց որպեսզի քո ցեղը օրտնված լինի, դու պետք է սուրբ ապրես երկրի վրա։ Ամեն թանկագիններ, այնպես մի արա, որ Աստված քեզանից հիասթափվի ու հեռանա։ Շարունակությունն եմ ուզում կարդամ։ Գիտեք, նայեք, հպարտությունը, գիտեք ինչ է, ծածկում է մեղքը։ Նորից կրկնեմ, հպարտ մարդը ծածկում է իր մեղքը, խոնարհ մարդը խոստովանում է, խրատ անցնում, փոխվում ու առաջ շարժվում։ Լսեք շարունակությունն ինչ ասում։ Եթե ասենք, թե մենք մեղք չգործեցինք, ստախոս կցույց կտանք նրան, այսինքն Տիրոջը, եւ նրա խոսքը մեր մեջ չէ։ Նայեք թանկագիններս, ով որ իր մեղքը ծածկում է, անհաջողություն է ունենալու։ Ես չեմ ուզենա ձեր անհաջողություն, անձամբ ես։ Մտածում եմ բոլորս էլ բոլորի հաջողությունը ուզում ենք։ Բայց թանկագինս ինչքան էլ մենք մեկս մյուսի հաջողություն ունենանք, եթե կա ծածկված մեղք անհաջող, ինչ գործ բռնես, ձախողվելու է։ Այստեղ եք թանկագիններ։ Հիմա ուզում եմ անցնենք առաջ։ Համաձայն եք, չէ՞ որ յուրաքանչյուր մարդ ունի լավ եւ վատ կողմեր։ Ամեն։ Հիմա սիրիր եւ ընդունիր սխալվող եւ մեղավոր մարդկանց, սա Քրիստոսի սիրտն է։ Մենք պարտավոր ենք ընդունել եւ սխալվող եւ մեղք գործող մարդկանց, սա Քրիստոսի սիրտն է։ Ես չեմ ուզում այս տեղը բացեմ, սա անգիր բոլորը գիտեք։ Հովհաննես 3:16, ինչ ասում։ Եվ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվավ։ Այսինքն տեսեք թանկագներ, աշխարհին Աստված սիրեց։ Աշխարհում ինչ կար։ Ատելություն, բամբասանք, պղծություն, կռապաշտություն, ամեն տեսակ մեղք կար, բայց Աստված մարդկությանը սիրեց այն ժամանակ, երբ որ մարդիկ ատում էին իրանը եւ սիրում էին մեղքը։ Եթե ինչ որ մեկը որոշում է կայացրել աշխարհից գա եկեղեցի, դու պետք է սիրես նրան։ Չասես, ես մեղավորն ով է, որ եկե մտե մեր մեջ, հեսա կպղծվենք։ Հերյաները այդ ձև էին ասում, մոտեցավ կպղծվի, ընձի բարև չի տաս, իմ հետ չխոսաս։ Հիմա թանկագիններս, նորմալ չի, երբ որ կենտրոնանում ես քո քրոջ կամ եղբոր սխալների վրա, դա աննորմալ է, այստեղ եք թանկագիններ։
Խոշորացույց մի դիր քո դիմացինի սխալների վրա։ Եթե դու սրտան սիրում ես քո քույրերին եւ եղբայրներին եւ որևէ մեկի մեջ մեղք ես տեսնում, դու չես կարող անտարբեր լինել։ Ես արդեն փոխվանք մեղքին, սխալը թողեցինք անցած մեղքին։ Եթե դու մեղք ես տենում, քո քրոջ մեղք, չեմ ասում սխալ, ռեալի մեղք, պատվիրանի խախտում, դու չես կարող անտարբեր լինել։ Եթե դու տենում ես, գիտես ինչ պետք է անես։ Լավ, ինչ որ մեկի մեղքը տեսար, ինչա պետք է անել։ Ես ուզում եմ նա ձեր արձագանքը լսամ։ Հա, եղբայրներ ջան։ Աղոթել։ Նայեք, ուզում եմ բացեն Գաղատացիս 6:1-ը։ Ինչ որ մեկի մեջ չեմ ասում սխալ, մեղք տեսանք։ Գաղատացիս 6:1-ը եկեք նայենք։ Մենք սովորում ենք թանկագիններս։ Եթե դու քո ընտանիքում, քո երեխեքի մեջ մեղք ես տենում, դու պետք է աղոթես իր համար, չեմ ասում սխալ, մեղք։ Գաղատացիների 6:1-ը։ Եղբայրներս, եթե մեկը որևէ հանցանքով բռնվելու լինի, դուք որ հոգևոր եք, այնպիսին հեզության հոգով ուղղության բերեք։ Օրինակ ասենք տեսել ես քո քրոջ կամ եղբորդ մեջ մեղք։ Ինչ պետք է անես։ Առաջինը չդատապարտել։ Դու վատ մարդ ես եւ այլ եւ այլ։ Երկրորդը ուղղել նրան հեզության հոգին, գիտես որն է։ Սիրով, սրտացավությամբ։ Ամեն։ Ուղղել նրան, եղբայր, սա մեղք է։ Ես սիրում եմ քեզ եւ ուզում եմ որ միայն որ միասին գնանք Տիրոջ ճանապարհով։ Հեզության հոգով ուղղել։ Ոնց քո երեխեն, օրինակ ասենք քո երեխեն գողություն արի, եկի ասում մամա, լտե ինչ եմ բերել, ինչ ես անելու։ Պետք է խրատես, պետք է աղոթես, չէ՞։ Նույն է Տիրոջ տանում է չա թանկագիններս։ Մի տարածիր, գախնի պահիր, տեսել ես, ոչ ոքի մի ասա։ Սրտանց աղոթիր նրա համար, սրտանց, բայց չեմ ասում, այդաս լոլոկ արտաս, գնա սրտանց աղոթ կարա, ոնց որ քո երեխու համար կաղոթես։ Այստեղ եք թանկագիններ։ Եվ երրորդը, հայտնիր նրա ավագին, նա իր ավագին ավելի լավ կլսի, քան թե քեզին։ Դա արդեն տնային խմբակի ավագի աշխատանքն է։ Ամեն։ Հիմա անցնենք առաջ, Մատթեոս 18:15, հիմա գիտեք ինչ ենք քննարկում, դու ուղղակի տեսերիր, որ ինքը մեղք կա գործել։ Հիմա գիտեք որ դեպքն ենք քննարկում, որ քո դեմա մեղք գործել։ Օրինակ քո մասին մի հատ շատ վատ բառ ասե, եկի ասե քո ականջը։ Քո եկեղեցու քույրը կամ եղբայրը, չեմ ասում հարևանը։ Մենք մեր մեջ ենք խոսում։ Մատթեոս 18:15 եկեք բացենք։ Մատթեոս հավատում եմ, որ մեր մեջ սես բան չկա։ Մատթեոս 18-րդ գլուխ 15-րդ խոսքը։ Եթե քո եղբայրը քեզի դեմ մեղանչի, քո դեմ մեղք գործի, չարախոսի, վիավորի, չգիտեմ, էլ ինչ կարարնի, խափի քեզի եւ այլն։ Ինչ պետք է անել։ Եթե քո եղբայրը քեզի դեմ մեղանչի գնա, հանդիմանի նրան, եւ դու եւ նա մենակ եք։ Եթե քեզի մտիկ անի, շահեցիր քո եղբայրին։ Ասում եթե մենակ եք, լսում եք, այսինքն դա գաղտնի բան է։ Մի էլի ասա, գիտես, այս ինչ մարդ ընցի խափեր է, այսքան գումար է վերցի ու չի տալու։ Մեր քույնա, մեր եղբայրը ամոթ իրանը։ Մի գնա ասա գաղտնի պահա, լսում եք։ Այստեղ եք ժողովուրդ, հետաքրքիր է, շատ հետաքրքիր է։ Առաջինը նախ աղոթիր նրա համար,
եւ քո սիրտը քննիր։ Լսում եք, աղոթի նախ ու քո սիրտը քննի։ Երկրորդը մի տարածի նրա մեղքը ուրիշների մոտ։ Երրորդը առանձին խոսի նրա հետ։ Եվ ոչ թե մարդկանց առաջ նվաստացրու։ Չորրորդը խոսի սիրով, խոնարհությամբ, ոչ թե ես քեզանից լավն եմ դիրքից։ Եթե թանկագինս քո դիմացինը մեղք կա գործել ու դու մեղք չես գործել, դա չի նշանակում, որ դու լավն ես, ինքը վատն է։ Չգիտես կյանքի ինչ անակնկալներ կանի։ Երբեք չասես ես քեզնից լավն եմ դիրքից, այդ դիրքից չխոսած, խոսա այն դիրքից, որ բոլորս մեղանչական մարմնի մեջ ենք։ Ես հատառհատ ասում եմ թանկագիններս։ Հիմա 5-րդը եթե ընդունում է մեղքը, օգնիր վերականգնվել նրան, ոչ թե շարունակիր հիշեցնել անցյալը։ Մի հիշեցրա անցյալը, վերականգնի ու ունես, որ ինքը մոռանա այդ վերքը փակվի։ Հասկանում ենք թանկագիններս։ Հիմա սիրելիս, սատանան, գիտեք ինչ անում։ Ուզում է, որ մեկս մյուսին չընդունենք։ Գիտեք ինչի համար ուզում որ մենք մեկս մյուսին չընդունենք, որովհետև եթե մենք միաբանվանք, վտանգավոր ենք դառնում իր համար։ Ինքը ուզում է նախ միաբանությունը կոտրի։ Գիտեք մի հատ մեծական խոսք է, ասում է գեղ կանգնի, ինչ։ Այսինքն եթե կա միաբանություն, գերանները կոտրվում է։ Տատս մի հատ էր խոսք ասում, սարի վերաբերյալ էր, չեմ կարում։ Ուսուսի որ տանք սարեր շուր կտանք, այսինքն եթե կա միաբանություն, սարն էլ կարա պարտվի։ Բայց գիտեք, թանկագինս սատանան վախենում է սրանից։ Ու գիտեք ինչ անում, տեսար են քույրիկը սուտ խոսած։ Մենի ավատացյալ չես ցագալ եկեղեցին։ Սդևենա, խոսում եմ։ Ինքը բանսարկուի է։ Տեսար, ինքը սենց խոսած, այս սենց խոսած։ Հասկանում եք թանկագին ու սենց ինքը ինչ անում, բոլորին եկեղեցին հանում է ինչ, իրար դեմ։ Ինչի անում իրար դեմ, որպեսզի միաբանություն չլինի։ Որովհետև թանկագիններս, եթե մենք միաբանվանք, կդառնանք օրինակ մի հատ 100 հոգանոց ավետարանչական խումբ ու կմտնենք մի հատ գյուղ ու այդ գյուղը մի 10 օրվա մեջ կտապալենք։ Օրինակ։ Բարձա թանկագիններս, իսկ սատանան դրանից վախենում է։ Սիրելիս, մենք ստե գիտեք ինչ ենք հավաքվել։ Զորահավաք հասա։ Ստե մենք հավաքվել ենք, որպեսզի բանակ բարձրացնենք։ Հիմա հարց եմ տալում բոլորիդ։ Ով է ուզում ծառայի տիրոջը։ Թող ձեռք բարձրացնա։ Դու էլ ես ուզում գալ ջան։ Ահա, նա բարձրացիք, պահեք բարձր, որ տենամ, էլի ով է ուզում, ով չուզում։ Ուզում եք չեք ուզում, քրիստիան, ձեր մոտ լավ, առաջ բարձրացնես։ Ուզում եք, չէ՞։ Շատ ընտիրա։ Առաջինը դու պետք է հասնես 18 տարեկան հոգևոր իմաստով։ Այսինքն պետք է հասունանաս։ Երկրորդը պետք է դու խոնարհ լինես։ Ամենամեծ վնասը ես որպես հովիվ քեզ գիտես երբ կտամ, երբ որ առանց քո խոնարհությունը ստուգելու քեզի ծառայության մեջ դնեմ։ Նորից կրկնեմ։ Ամենամեծ վնասը ես քեզի կտամ այն ժամանակ, երբ որ առանց քո խոնարհությունը ստուգելու քեզի բարձրացնեմ ծառայության մեջ։ Ով հասկացավ ինչ ասեցի։ Ով հասկացավ ինչ ասեցի։ Թանկագիններ, հիմա հետաքրքիր մի բան ասեմ։ Եթե մարդը մի օր գալու ես եկեղեցի, այս եկեղեցուց 5 ամիս հետո եթե մի ուրիշ եկեղեցի, տեղամասի հովիվ է, չի կարա իմանա այդ մարդը ով է։ Խոնարհ, խոնարհ չէ, հավատարիմ է, հավատարիմ չէ, բարձրացնի, չբարձրացնի, թողի, չթողնի։ Դու եկիրես։
Եթե եկել ես, ուրեմն չես եթում։ Քեզի խորհուրդ կտամ։ Կամ էլ եթե եթում ես, հիմնական ես եթում։ Ամեն թանկագիններս։ Ինչ եմ ուզում ես ասեմ, ես միաբանվեր եմ կյանքի խոսք եկեղեցին ու որոշում եմ, կայացրեմ մինչև իմ կյանքի վերջ մնամ կյանքի խոսք եկեղեցին։ Հոնապաստակ չենք սաղոր թռնենք ես եկեղեցուց է եկեղեցի ոչ։ Լավն է, վատն է, իմ եկեղեցին է, վերջ։ Դա ամուսնանալու նման մի բան է, ուխտ ես արել, լավն է ամուսինը, լավն է կինը, վատն է ամուսինը, վատն է կինը, քոնն է։ Տենց է, այդպես է, վերջ, ուխտի մեջ ենք մենք։ Հարկ Տիրոջը։ Հիմա անցնենք առաջ թանկագիններս։ Երբ որ տեսնում ես կամ լսում ես քո հոգևոր եղբոր կամ քրոջ մեղքի մասին, ուշադի լսեք։ Քո սիրտը ինչպես է արձագանքում։ Հիմա հարց եմ տալու։ Մեկ քիչ բառերը փոխելով։ Եթե տեսնում ես կամ լսում ես, տեսնում ես կամ լսում ես քո եղբոր կամ քրոջ մեղքի կամ սխալի մասին, քո սիրտը ինչ ասում է։ Հաստատ ցավում է։ Եթե ցավում է, դու Տիրոջ սրտի նման սիրտ ունես։ Իսկ եթե ուրախության sense ալիքներ է գալու, լսի, քո սիրտը ծրված է։ Այստեղ եք։ Ինչ կզգաս, երբ որ տնաս քո եղբայրը կամ քո քույրը կամ քո ծնողները մի հատ վատ բան են արել։ Սիրտդ մեջտեղից ինչ կլինի, մի հատ սմայլիկ կա, մի հատ սմայլիկ կա, որ սենց սիրտա, սենց կդրված է, չէ՞, այդ անունը ինչ է այդ սմայլիկի։ Կոտրված սիրտ, այսինքն քո սիրտը մեջտեղից կկիսվի, կկոտրվի։ Ամեն թանկագին։ Այ եթե դու քո հոգևոր քրոջ կամ եղբոր, որը ընկավ մեղքի մեջ, ընկավ սխալի մեջ, տենում ես, բայց քո սիրտը չի փշրվում, չի կոտրվում, քո սիրտը ծրված է։ Ես պարզ ասում եմ քույրեր եղբայրին։ Հա, եղբայրություն, այդ թևը։ Շատ ժամանակ գալում են, ընձի պատմեն, այս ինչ եղբայր սենց խնդրի մեջ է, լավ լուծում եմ։ Լուծումը, հանենք եկեղեցուց, հա երևի։ Ինչ հանենք։ Դու եկել ես, ասում ես, ես գիրքը պատրվեր է, բլուծումը։ Խնդիրն ասում ես, բա լուծում է։ Պետք է կպցրվի, թափելը կայու կա, չէ։ Բա ոնց կպցնենք։ Կլե պետք է առնենք։ Այդ կլենել գիտեք որ մեկն է, այդ մարդին կանչել խետը խոսալ։ Ապաշխարեց շահեցինք, չապաշխարեց չգիտեմ, հույս չկա։ Մի բան ասեմ թանկագիններս, խոնար մարդ, երբ որ մեղ կա գործում, հույս կա, բայց հեպարտից հույս չկա։ Հեպարտ մարդուց հույս չկա, որ մի օր ինքը կփոխվի։ Որտեղ հեպարտ մարդը խրատ չընդունող մարդ է։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Եթե ցավ ես զգում, նշանակում է Աստծո սրտի նման սիրտ ունես։ Համարձակ ուզում եմ ասեմ, որ Աստծո սրտի նման սիրտ ունես։ Եթե ցավ չես զգում, նշանակում է քո սիրտը չար է։ Եթե չունես Աստծո սրտի նման սիրտ, ոչ ոքից մի խոսիր, մեղքի մեջ ես ընկնելու։ Անհնար է, չէ՞, որ երկու հոգի հավաքվեն, մեկից չխոսան։ Հա? Իմի դու որ մարդու կնիկ տունը կոֆե եք խմում, ոչ մեկից չեք խոսում։ Բացարձակ։ Իսկ որ եթե ոք խոսում են երրորդ թեման, որի դիրամասն է խոսում վերջերով։ Էդի լրիվ ուրիշ թեմա է, այդի հետո։ Թանկագինս մի օր չխոսաս, երկու օր չխոսաս, երրորդ օրը կխոսաս։ Բայց մի բան ասեմ, եթե քո սիրտը ուղիղ չէ, մեղք ես գործելու։ Մեր հովիվ Արտուրը գիտեք ինչ ասում։
Ասում է, եթե դու մի բան ես խոսում, որ չես կարող այդ մարդի ներկայությամբ խոսած, դա բամբասանք է։ Բայց եթե վստահեցնում եմ քեզի, Աստծո սրտի նման սիրտ ունես, արքային խոսա, բայց ունես 90%-ը չունի։ Կարաս սրտացավությամբ խոսած, եթե կխոսած, խոսա։ Բայց համոզված եմ, եթե քո սիրտը ցավում է, դու կողոթես էլ։ Ամեն թանկագիններս։ Աստված մեզի կանչե սրբության, ժողովուրդ ջան։ Ով աստե սիրում սրբությունը։ Մենք։ Աստծո կամքն է, սիրես չսիրես, Աստծո կամքն է։ Ով ասա, եթե իրենք իրար սիրում ենք, լավն է, անկեղծ սիր չէ։ Փառք Տիրոջ։ Անցնենք առաջ։ Մի պիտակավորիր ոչ ոքի։ Էսի նախանձա ու վերջ։ Մարդն էլ չփոխվում։ Բացարձակ ոչ ոքի չպիտակավորես։ Պիտակավորել գիտեք ինչ, նայեմ որ փեչատ է զանում է մարդի մշկին։ Հոգևոր։ Ոչ ոքի մի պիտակավորիչ։ Դա Աստծո հոգուց չէ, թանկագինս, հավատա, մենք մի հատ տարբերակ ունենք, հավատալ անհնարինին, ուրեմն պետք է հավատաս մարդի փոխվելուն։ Որտեղ մարդկաց փոխվել անհնարինի նման մի բան է։ Ամեն։ Մի փնտրիր կատարելություն քո քրոջ կամ եղբոր մեջ, բոլորս էլ մեղանչական բնույթ ունի։ Սխալվը նորմալ է, ոչինչ։ Գիտեք որն է աննորմալ։ Սարսափելի է, երբ որ մարդը գիտակցաբար մեղք է գործում եւ այդ մեղքը քաղցր է իր համար։ Մտադրություն էլ չունի ապաշխարելու։ Այսի աննորմալ է։ Նորմալ է, երբ որ քո քույրը կամ եղբայրը սխալներ կամ մեղքեր ունի ու պայքարում է իր ազատության համար ու ապաշխարում։ Եթե դու կտենաս քո քույրը կամ եղբայրը մեղք ունի կամ սխալ ունի ու պայքարում, ասած նորմալ է, բոլորս այդ վիճակում ենք։ Ստե ինչքան մարդկանց ստաց։ Բոլորս այդ վիճակում ենք, նորմալ է, ժողովուրդ։ Նորմալ։ Աննորմալ բան չկա թե։ Երբեք թանկագինս դիմացինից հրեշտակային բան չսպասես դու։ Ստե մենք հրեշտակներ իջած չենք երկինքից։ Բոլորս էլ կարանք սխալվենք, բոլորս էլ կարանք մեղք գործենք, բայց եթե դու պայքարում ես քո սխալների, քո մեղքի համար, սա նորմալ է։ Ամեն եղբայրություն։ Ամեն։ Ժամանակ է պետք, որ մեր դնթն փոխվի։ Դու գիտես, որ քո ծնողներից ինչ որ մի բան է ժառանգե։ Գիտես թե չէ։ Եվ դա պետք է փոխվի, եւ դրա փոխվելու համար թանկագինս ժամանակ է պետք։ Այդ որ Աստված ասում է կատարյալ եղեք, էդի մեր շաբաթվա կամ 5 տարվա համար չի ասում, սա կյանքի համար է ասում։ Այդ կատարելությունը դա ընթացք է, թանկագինս։ Մարդը մինչև իր կյանքի վերջը փոխվելու տեղ ունի։ Ամեն մարդը մինչև իր ծերություն փոխվելու տեղ ունի։ Ես մարդ գիտեմ, որ մինչև հիմա չկարում է մեռնել բառը իր լեզվից հանա։ Թարներին տենում մեռնեմ ձեզի, մեռնեմ։ Լսեք, բայց մեռնելը Աստուց չէ։ Հա? Հեշտ չէ։ Մարդը մեռնելիս վախենում է, չէ։ Թեկու շատ է ուզում մեռնի, բայց վախենում է։ Լավ, մի հատ բան պատմեմ, այդ մեռնելի հետ կապված։ Տղեր պատմեմ, հա։ Մի հատ մեր գյուղից պապիկ եկավ, լսում եք, լանջախորի թաղ, հա։ Մի հատ մեր գյուղից պապիկ եկավ, իմ մոտ, ինքը որ խոսում էր, բանը, պրոթեզի ծոտամներ էր, սենց մի բարեր ասում, խինք անգամ լնում են իշնում են այդ ծոտամները։ Ասավ Ցոլակյան, մի խնդրանքով եմ եկել։ Ասեցի, ասա պապի թորգով։
Անուն ասեմ, էլի։ Ասավ ինչ կլինի, խնդրում եմ աղոթա մեռնեմ։ Այ Տեր Աստված։ Այդտենց առաջի անգամ էր որ այդտենց խնդրանքի հանդիպում։ Ասեցի պապի պետքա վերստին ծնվես 1 Հիսուս Քրիստոսին Տեր ու Փրկիչ ընդունես 2 ասավ ինչ պետք է անեմ բալա ասեցի լավ մի հատ աղոթեմ դու կրկնա աղոթեցի ինքը ապաշխարության աղոթքը արավ ասեցի Տեր Աստված ջան իմ պապիկի հոգին տար մեկ շաբաթ հետո եկավ ինքը Մարմնով էր, հոգով կեր չի տին, լավ աղցե չէ, ասավ ծոլակ ջան մի հատ էլ աղոթա էլի, մի հատ էլ աղոթեցի, արդեն սրտանց աղոթ կարվա, որտեղ տենց խամի էլի այդ աղոթքին, ասեցի Տեր Աստված ջան, պապին ուզում ա գա քո մոտ պատրաստա, վեցա մի շաբաթ հետո լսացի մահացել Հետի մեռնելու բանը, մեր քույրն ասավ ու գնաց։ Հիմա թանկագիններս, ուզում եմ մի տեղ կարդան կամաց մենք մոտենանք ավարտին, առաջի Պետրոս 1:16 Տեսեք ինչ ասում Աստված։ Առաջի Պետրոս, առաջի գլուխ 13-րդ խոսք։ Ասմա ձեր մտքերը գոտեպնդեք։ Արթուն կեցած, կատարելապես ուսացեկան շնորհքին, որ ձեզ պիտի տրվի Հիսուս Քրիստոսի հայտնվելու ժամանակ։ Հնազանդ զավակների նման, ոչ թե ձեր տգիտության ժամանակվա ցանկություններով վարվելով, ապա ձեզ կանչող Սուրբի պես դուք էլ սուրբ եղեք ձեր բոլոր վարմունքների մեջ։ Լսում եք։ Ձեզ կանչող Սուրբի պես դուք էլ սուրբ եղեք։ Ունենա սուրբ աչքեր, սուրբ ականջներ, սուրբ միտք։ Քանի որ գրված է սուրբ եղեք, քանի որ ես սուրբ եմ։ Եթե հայր եք կոչում նրան, որ առանց աչառության դատում է ամեն մեկին իր կատարած գործերի համեմատ։ Լսեք, մեր Աստված նախանձավոր Աստված է, գիտեք, եթե դու մեղք գործես ու սիրես այդ մեղքը, դատաստան ես բերելու։ Ամեն։ Եվ թանկագիններս, մենք խոսացինք ինչից, խոսացինք, որ պետքա մեր դնթն փոխվի, մեր գենը, քրոմոսոմները սաղ փոխվի, դառնա հոգևոր։ Ինչը որ աչքերի գույնին ա վերաբերվում, էդի չի, բնավորության, ինչը որ Աստծուց չէ։ Հիմա թանկագիններս նայեք։ Ինչ որ դու մտածում ես, դու են էլ կխոսաս։ Տենց է թե չէ։ Ստեք։ Ինչ որ դու մտածում ես, դու են էլ կխոսաս։ Եթե քո միտքը լցված է Աստծո խոսքով, դու Աստծո խոսքեր եք խոսաս։ Եթե քո միտքը լցված է սերիալով, դու հարևանի հանդիպած սերիալ կպոդնես։ Դա տենց է։ Դրա համար ամեն օր քո միտքը լցա Աստծո խոսքով։ Սիրահարված եղիր Աստծո խոսքին։ Ինչ որ մտածում ես, ինքը խոսաս, հիշեք, միտքը դա կռվի դաշտնա։ Սատանան դա է իր կռիվը տալու։ Հենց որ դու չար բան մտածեցիր, չար բան կխոսաս։ Եթե չար բան խոսացիր, դու չար բան էլ կգործես։ Մեկ անգամ մի հատ ֆիլմ տեսա, այս մարդու կնիկ, երևի 40 տարվա մարդու մոտավորապես, մարդու կնիկ էր։ Մեկ էլ ու կռիվ, ասես, թեժ սկսեցին վիճել իրար հետ, ես կբաժանվեմ քեզից ասավ։ Կինը ասավ։ Ես ամուսինն ասավ կբաժանվես, բաժանվի։ Ու երցը տավ իմի գացա, որսորդական հրացանը բերում։ Սաստիկ աստիճան էր այդ բարկությունը։ Այս կինը որ տեսա որսորդական հրացանա բերում, մի հատ կուրտկա գցեց վրան ու փախավ վերջ, բաժանվան։ Ընդամենը սատանայից պահանջվավ 5 րոպե բաժանել 40 տարվա ամուսնությունը։
Ուրեմն տեսեք ինչ մտածում եք, եթե դու բարկանում ես, քո մեջ բարկություն կա, թանկագինս կա դա։ Բայց գիտեք աննորմալը որն է, որ դու չես պայքարում, որ այդ բարկությունից ազատվես։ Ամեն։ Տեսեք, առաջինը, դու խոսում ես այն ինչ որ մտածում ես, դու կգործես այն ինչ որ կխոսաս։ Եթե դու ասեցիր, այս կանեմ, այն կանեմ, դու դա կանես մի օր։ Թեկուզ լավ, թեկուզ վատ։ Դու երբ որ մի բան սկսեցիր անընդհատ գործել, դու դա գիտես ինչա դառնալու, սովորություն է դառնալու։ Առօրյա։ Դու հնարավոր է ունենաս սուրբ առօրյա, հնարավոր է ունենաս պիղծ առօրյա։ Էդի մեզի չվերաբերում, լավ, մարդկությանը։ Օրինակ, ոնց է որ մարդը դարձել սովորություն, անկախ իրենից հայություն անում, չէ՞։ Հայություն անում, չէ՞։ Այսինքն տեսեք, արդեն դա դարձել սովորություն։ Իսկ սովորությունը դառնում է ճակատագիր, դնթը փոխված։ Ամեն թանկագիններս։ Ես գիտեք ինչի եմ հավատում, որ Աստծո խոսքը զորություն ունի փոխելու քո դնթին։ Ասում են ժառանգական անեց կա, պապենական ալկոգոլիկ է։ Պապա ալկոգոլիկ է, ընդու տղեն ալկոգոլիկ, այտենց եկե խասե։ Թանկագինս Աստծո խոսքը փոխում է դա։ Մեր գյուղում մի հատ բան կա, մի հատ ազգ կա, այդտեղ գող են, պապենական գող են իրանք, պիտի գողնան։ Բայց գիտեք այնքան ժամանակ երբ չեն գողանա, երբ որ իրանքից մեկը ապաշխարի։ Ամեն թանկագիններս։ Աստված սպասում է, որ բարձրացնի հավատարիմ, սուրբ եւ խոնար կարգապահ ծառայողներ։ Մի հատ եմ կրկնում, Աստված սպասում է, որպեսզի բանակ բարձրացնի, հավատարիմ բանակ, սուրբ բանակ, խոնար բանակ եւ կարգապահ բանակ։ Ամեն։ Կարգապահը գիտես որն է, որ ամեն մեկը հնազանդվի իր ավակին, ավակը հնազանդվի իր ավակին։ Ես պարտավոր եմ հնազանդվել իմ հովվին։ Եվ աղոթել օգնել իրան։ Ամեն թանկագիններս, ես նորից եմ ասում, սատանայի բանակը ավելի կարգապահ է, ավելի իրանք ջանասեր են աշխատացին, քան Աստծո բանակը եւ շատ ցավալի է։ Եթե թանկագին ես, Աստծո բանակը գործի երկիրը այն ձև ոնց որ սատանայի բանակն է գործում, մենք հզոր հաղթանակներ ենք ունենալու։ Հզոր։ Ամեն։ Հարկ Տիրոջը։ Այսօր խով նստանք, չէ՞։ Տեսակ ինչ լավ է։ Եկեք ոտքի կանգնենք։